Շնորհակալություն, ուրախ եմ, որ ի հեճուկս բազմաթիվ անցանկալի իրողությունների այսօր դեռ հնարավորություն կա խոսել ու քննարկել իրենց արդիականությունը որևէ առումով չկորցրած այս հիմնախնդիրները։ Ես տրամաբանորեն շարունակելու եմ գործընկերոջս Սուրեն Մանուկյանի բացած թեման, որ ցեղասպանությունը որևէ իմաստով հնացած ոչ արդիական չէ, այն ճիշտ արդիականությունը պահպանել եւ այսօր գուցե երբևէ մեր 35 տարիների ընթացքում ամենաարդիականն է ցեղասպանության հարցը այսպես ուսումնասիրելը եւ իմ հակերտ զեկույցը նրված էր նելու Ադրբեջանի կողմից 2020 թվականից հետո դրանից ի վեր իրականացված հակահայկական քաղաքականության մի քանի առանձնահատկությունների առաջին հայացքից այս թեման կարող է թվալ այդքան էլ ոչ փոխկապակցված մեր այսօրվա հիմնական թեմայի հետ, հայոց ցեղասպանության հետ, բայց այդպիսի տպավորությունը իրականում արդյունք է մեր օրերում ձևավորված երկու հիմնական հանգամանքի։ Առաջինը, որ արտասահմանյան ու տեղական որոշ գործիչներ, ինչպես նաև մեդիա, վերլուծական շրջանակներ ավելի հազվադեպ են որակում Ադրբեջանում ու Ադրբեջանի կողմից իրականացված գործողությունները որպես հակահայկական։ Պարզ բառերով ասած, իրերը իրենց անուններով չեն կոչում։ Ինչն էլ իր հերթին պայմանավորված է երկրորդ գործոնով, որը հիմա կհիշատակեմ, ու սրա ամենավառ օրինակը բառացիորեն 2 օր առաջ հերթական անգամ տեսա, երբ որ Հայաստանի Հանրապետության արտգործնախարարությունը օրինակ իր պաշտոնական խոսույցում ռազմագերիների փոխարեն օգտագործում է հետևյալ ձևակերպումը՝ Ադրբեջանում պահվող անձինք։ Այդտեղ ոչ մի թվում է թե բան չկա, այդպես վատ բան չկա, շատ մեղմ ասած, շատ մեղմ ձևակերպում է։ Երկրորդ պատճառը հիմնական դա պաշտոնական խոսույթում, որը տարածում է հնարավորինս լայնորեն Հայաստանի ու Ադրբեջանի միջև այսպես կոչված հաստատված խաղաղությունն է, ուստի Ադրբեջանի վարած քաղաքականությունը հակահայկական կամ առավել ցեղասպանական որակելը հակասում է գերակա խոսույթին ու քարոզին։ Ավելին այդ քարոզչական խոսույթը հայ-ադրբեջանական հակամարտության տարբեր դրվագներ, այդ թվում Բաքվի վարչակարգի վարած հակահայկական քաղաքականությունը բացառապես կապում է արցախյան հիմնախնդրի հետ, դուրս թողնելով մնացած հարցեր։ Մինչդեռ իրականում այն, ինչ տեղի ունենում Ադրբեջանում 2020 թվականից ի վեր, հեշտությամբ ու գիտական ճշգրտությամբ տեղավորվում է ցեղասպանական կամ դրանց նախապատրաստմանը նպաստող գործողությունների տրամաբանության մեջ։ Եվ չնայած Իլհամ Ալիևի ու նաև որոշ դեպքերում այստեղից հնչող հայտարարություններին, որ Ղարաբաղի հարցը փակ է, հետեւաբար խնդիր, թշնամանք եւ այլն չկա, իրականությունը որևէ կերպ ուրեմն չի արտացոլվում այս պնդումներով։ Ճիշտ հակառակը 2020 թվականից ի վեր Ղարաբաղյան հարցը ճակերտներում լուծելուց հետո Ադրբեջանը ոչ միայն չի դադարեցրել իր հակահայկական ռազմականացված քաղաքականությունը, այլ ճիշտ հակառակը դրա ծավալները ընդհակառակը մեծացել են եւ ստացել են բոլորովին նոր դրսեւորումներ, երբեմն գեր-ինստիտուցիոնալիզացված։ Դրանց մեծամասնությունը այդ հակահայկական գործողությունների մնում են ոչ միայն հռետորաբանության կամ քարոզչության մակարդակում։ Այստեղ անհրաժեշտ է հիշել, որ Ադրբեջանի կողմից իրականացված բոլոր ծրագրերում ու գործողություններում առկա է առանցքային մի երևույթ՝ հայերի դեհումանիզացիա, ապա մարդկայնացում, որը լիարժեք կերպով բնորոշվում է որպես ցեղասպանական գործողություն։ Մեզ հայտնի բոլոր ցեղասպանական գործողություններում, հայոց ցեղասպանությունից մինչև Ռուանդա, ինչպես նաև հակամարտություններում դեհումանիզացիան պարտադիր կերպով առկա է։ Ադրբեջանում հայերի դեհումանիզացիայի դրսևորումները անհնար է չնկատել, ինչպես նաև հնարավոր չէ չնկատել, որ դրանց ծավալը մեծացել է։ Սա արձանագրված է արդեն մի շարք միջազգային զեկույցներով, իրավապաշտպան կազմակերպությունների, էլ չասեմ, որ Սուրենի կողմից հիշատակված բազմաթիվ ցեղասպանագետների կողմից։ Առաջկա րոպեներին ես շատ հակիրճ կներկայացնեմ այդ հակահայկական գործողություններից հիմնականները, ինչպես նաև կանդրադառնամ դրանցից մեկին, որը կարելի է համարել այդ քաղաքականության գլխավոր խորհրդանիշը։ Այսպես, Ադրբեջանի հակահայկական քաղաքականությունը կարելի է բաժանել պայմանական, բայց շատ պայմանական երկու խմբի՝ Արցախի ու արցախահայության դեմ եւ Հայաստանի Հանրապետության եւ ընդհանուր հայության նկատմամբ վարվող։ Սրա նորից եմ կրկնում, բացառապես հետազոտական նպատակներով արված պայմանական բաժանում է։ Ուրեմն դրանցից առաջինը Արցախյանը ունի երկու հիմնական փուլ՝ 2020 թվականի նոյեմբերից մինչև 2023 թվականը եւ դրան հաջորդող փուլը, որը շարունակվում է նաեւ այսօր, որին կանդրադառնա Արտակը Բեկլարյան։ Դրա հիմնական դրսևորումները կարող եք տեսնել հետևյալ ցանկի մեջ, Արցախի լիակատար շրջափակում, որը որակվում է որպես ցեղասպանություն հյուծման միջոցով, genocide by attrition։
Էթնիկ զտում 2023 թվականի սեպտեմբերին, որը դարձյալ լիարժեք ցեղասպանական գործողություն է։ Արցախում հայկական մշակութային ժառանգության շարունակական ոչնչացում, բառացիորեն հիմա եթե զուգահեռ նայեք տելեգրամյան ալիքներ եւ լրատվամիջոցներ, կտեսնեք, որ հենց այս րոպեներին տարածվում է տեսանյութը, ինչպես է Ստեփանակերտի մայր տաճարը, Սուրբ Աստվածամոր տաճարը, բառացիորեն 2 օր առաջ ուրեմն գետնին հավասարեցել եւ հիմա տարածվում են դրա կադրերը, մենք այստեղ նստածներս էլ շատերս եղել եք այդ մայր տաճարի բացման արարողությանը 19 թվականի մարտին, երբ որ ամենայն հայոց կաթողիկոսը օծում էր այն։ Ռազմագերիների խոշտանգում ու բռնաճնշումներ, թեմա, որը կարծես թե օրակարգից մի տեսակ դուրս է, բայց իրականում դա էլ ցեղասպանական գործողություններին դասվող բան է։ Արցախայցյան շարունակական դեհումանիզացիա եւ իրավունքների մերժում, ելի արտակը դրան կանդրադառնա։ Սա առաջին խումբն է։ Երկրորդ խումբը, որը վերջին ամիսներին առաջին հայացքից չնայած նվազեցրել է մեծ հասանելի դրսևորումները, սակայն լիարժեք թափով ընթանում է Ադրբեջանի ներսում, Հայաստանի Հանրապետության եւ ընդհանրապես հայության նկատմամբ իրականացվող գործողություններն են։ Որոշ դեպքերում դրանք հայտնի էլ չեն դառնում հայկական լսարանին շատ բարձ պատճառով, կամ դրանք բացառապես ադրբեջաներեն են եւ չեն հասնում հայկական լսարանին, կամ Ադրբեջանի տեղեկատվական դաշտի շարունակվող անհասանելիության պատճառով դրանք չեն հասնում հայկական լսարան։ Հիշեցնեմ, որ դա էլ իր հերթին հակամարտային գործողություն։ Ադրբեջանը մինչև այսօր ավելի քան արդեն 15 տարի է փակ է պահում իր հիմնական մեդիա ռեսուրսների հասանելիությունը հայերի համար։ Դրանք ուրեմն այդ հակայական գործողությունները կարելի է տեսակավորել հետևյալ հիմնական խմբում։ Առաջին Հայաստանի Հանրապետության շարունակվող շրջափակում եւ տնտեսական ճնշում։ Երբ որ ամեն օր խոսում է սահմանների բացման մասին, հիմնականում խոսք է գնում չեզոք ձևակերպումներով, չէ՞։ Սահմանները պետք է բացվեն։ Մինչդեռ պետք է հիշել, որ թե Ադրբեջանի Հանրապետությունը եւ թե Թուրքիայի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությունը բլոկադայի են ենթարկում, որը իր հերթին կարող է որակվել որպես ցեղասպանական գործողություն։ Բայց երբ որ ասում ենք սահմանները պետք է բացվեն, ոնց որ պատասխանատվությունը Թուրքիայից ու Ադրբեջանից հանում ենք ու նաեւ երբեմն հակառակ խոսույթը ասում է, որ մենք ենք մեղավոր ու սահմանները փակել։ Մինչդեռ նորից եմ կրկնում, դա լիարժեք ցեղասպանական գործողությանը բնորոշ գործողություն է։ Հայաստանի ու հայերի նկատմամբ ագրեսիա պետական քարոզության միջոցով։ Կարծում եմ բազմաթիվ օրինակների դուք էլ ծանոթ եք։ Պարտադրանքի լեզու բանակցություններում շարունակվող ատելության խոսք եւ քսենոֆոբիա պետական քարոզության միջոցով։ Հոգեբանական ճնշում հայության վրա, սա հաճախ չի նկատվում, բայց իրականում մասնագետները որակում են դարձյալ որպես ուրեմն ագրեսիվ գործողություն, երբ օրինակ Իլհամ Ալիևը ունենալու հայկական պետությունը այն է, ինչ որ կոչվում է failed state եւ այլն, տապալված պետություն եւ այլն։ Հաջորդ խումբը հայերի տարբեր խմբերի շարունակական թիրախավորումները Ադրբեջանում եւ Թուրքիայում։ Այստեղ երևի պետք է հիշել այն թիրախավորումը, որը բոլորիս է վերաբերվում Հայաստանի տարբեր այլախոհ խմբերին կոչել ռևանշիստներ, ռադիկալներ, ծայրահեղականներ եւ այլն։ Սա եւս որակվում է գիտության մեջ որպես ցեղասպանական գործողությանը նպաստող գործողություն, այսինքն սա հայերի հանդեպ քսենոֆոբիա եւ ռադիկալացում առաջացնող ուրեմն նախապատրաստող գործողություններ են։ Եվ վերջի 3-ը, որը երևի ամենահայտնին է այսօր Հայաստանում, Արևմտյան Ադրբեջանի այսպես կոչված կամ Արևմտյան Ազանգեզուրի ծավալապաշտական հայեցակարգի առաջմղում, վստահ եմ տեսել եք շատերը այդ տասնյակ ու հարյուրավոր քարտեզները, որոնք տարածվում են Ադրբեջանում ամենօրյա ռեժիմով դասագրքերից մինչև պետական հաստատություններ եւ վերջապես դրան շարունակող Զանգեզուրի միջանց կոչվող ծավալապաշտական ծրագիրը։ Այս բոլորը Ադրբեջանը նաեւ, սա շատ կարեւոր է, դուրս է բերում ներ-ադրբեջանական խոսույթից միջազգային հարթակներ եւ այսօր որոշ տեղերում արդեն ունի հաջողություն, գործընկերներս չեն թողի, որ սխալվեմ այս հարցում, շատ տեղերում, եթե առաջ օրինակ Արցախյան հարցն էր ձևակերպում որպես անգլերեն ասում են դրան disputed territory, այսինքն վիճարկելի տարածք, այսօր օրինակ Սյունիքն են արդեն որոշ տեղերում կոչում disputed territory, որպես վիճարկվող տարածք։ Այսինքն սա այն աշխատանքի արդյունքն է, որ անում է Ադրբեջանը, պարբերաբար նշելով, որ այս տարածքում եւս կան խնդրահարույց պատասխանատվության եւ այլ նմանատիպ ուրեմն հարցեր։ Սա բնականաբար ոչ ամբողջական ցանկն է, այս խմբավորումը կարելի է ենթատեսակների, խմբերը կարելի է ենթատեսակների բաժանել, ավելին չնայած շատերը դիտարկում են սա որպես բացառապես Ադրբեջանում ներքին նշանակության ու սպառման քարոզչության դրսևորում, մենք պնդում ենք, որ գործ ունենք ոչ թե ուղղակի քարոզչության, այլ դրան զուգադրվող
իրական գործողությունների հետ։ Սրանք քաղաքագիտության մեջ կոչվում են հետևյալ տերմինով policy in action, այսինքն քաղաքական ծրագիր գործողության մեջ։ Այս իմաստով բավական է բերել մեկ օրինակ, այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի քարոզչությունը, սա ոչ միայն քարոզչություն է, խոսք, չնայած մասշտաբներն ինքնին հուշում են, որ այդ մասշտաբով չի կարող ուղղակի խոսք լինի, այլ իրական գործողություն։ Եթե նայեք այսօր Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված տարածքում ադրբեջանական զինված ուժերի կողմից գրաված տարածքների քարտեզը եւ այն համադրեք Ադրբեջանում տարածվող այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի քարտեզի հետ, այսպես տարօրինակ կերպով դրանք ամբողջությամբ համընկնում են, այսինքն մենք գործ ունենք այդ գործողություններին եւ լեգիտիմացնող գործողությունները եւ դրան նպաստող իրավիճակի հետ։ Այսպիսի օրինակները շատ են, կարելի է խոսել էլի Զանգեզուրի միջանց փոչվածի, Հայաստանի Հանրապետությունում այսպես կոչված ադրբեջանցիների վերաբնակեցման եւ այլ նմանատիպ գործողությունների մասին, որոնք նորից եմ ասում, միայն քարոզություն չէ։ Եվ վերջում, ուզում եմ ներկայացնել հակահայկական քաղաքականության հիմնական խորհրդանիշը, ցավոք այստեղ ցուցադրելու հնարավորություն չունենք, բայց շատերը հավանաբար տեսել են, խոսքը այն հետևողական կերպով կերտված խորհրդանիշի մասն է, որ Ադրբեջանում կոչվում է Դեմիր Գյումրուխ, թարգմանաբար երկաթե բռունցք, դա կերտվել է իշխանությունների կողմից դեռևս 20 թվականի պատերազմի ընթացքում, երևի շատերը հիշում են այն ցավալի կադրը, երբ որ Ալիևը այսպես բռունցքը օդ էր բարձրացնում, դա 2020 թվականի նոյեմբերից հետո Ադրբեջանում վերածվել է պետական սիմվոլի, այդ սիմվոլի շուրջ կառուցվել է մի ամբողջ միֆ, նարատիվներ, խոսույթներ, այդ սիմվոլի շքանշան կա, այդ սիմվոլը այժմ հանդիս է գալիս ադրբեջանական դասագրքերի, շապիկներին եւ տիտղոսաթերթերին, այդ անունով կան ուրեմն փողոցներ եւ այլն, եւ այդ բոլորը հուշում է, որ գործ ունենք կերտվող պետության կողմից կերտվող սիմվոլի հետ։ Եվ եթե նայեք ու վերլուծենք այս սիմվոլը, կտեսնենք, որ այն ամբողջությամբ հակահայկական սիմվոլ է, որը առաջին հերթին ուղղված է հասարակությունը մոբիլիզացնելու հայերի դեմ։ Այսպիսով, ամփոփելով, անհրաժեշտ է նշել, որ Ադրբեջանի վարած այս հայկական քաղաքականությունը հիմնված է ոչ միայն արտաքին անվտանգային ու աշխարհքաղաքական տրամաբանության վրա, այլ էական է նշել, որ հակահայկականությունը ադրբեջանական դեռ ձևավորվող ինքնության առանցքային բաղադրիչն է։ Ուստի այն ոչ միայն չի կարող հեռացվել հանրային խոստոցից, այլ ճիշտ հակառակը ավելի մեծացել է։ Ավելին դա հակահայկական քաղաքականության ուրեմն դառնում է այսպես հիմնական խորհրդանիշը։ Եվ դժվար է պատկերացնել, որ այսպիսի իրադրությունում նույնիսկ ստորագրված փաստաթղթերը, որով մեծ կասկածի տակ է, կարող են փոխել Ադրբեջանում ամենօր կերտվող այս իրականությունը, որն ակնհայտորեն ունի ցեղասպանական բնույթ, այլ ոչ թե խաղաղության։ Համոզված եմ, որ այս իրականությունը պետք է ընկած լինի Հայաստանի Հանրապետության կողմից մշակվող քաղաքականության ու վարվող քաղաքականության հիմքում։ Եվ միայն դա կարող է օգնել խուսափել բառից բուն իմաստով նոր ցեղասպանություններից։ Շնորհակալություն։ Շնորհակալություն պարոն Գեղամյան, իրականում հենց ցեղասպանության 111-ամյա տարելիցին